անվամբ Հոր և Որդվո և Հոգուն Սրբո, ամեն։ Ապաշխարության խորհուրդը։ Եվ արդասում է ձեր Տեր Աստվածը. դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահությամբ, լալով ու կոծելով, ձեր սրտերը պատրեցեք և ոչ թե ձեր հագուստները։ Դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետև նա ողորմած է և գթասիրտ։ Այո, ողորմած է Աստված, ով մեզ համար ապաշխարության ճանապարհ է պատրաստել, և Քրիստոսի առաջին կանչն ու քարոզն էլ այդ են պատգամում. ապաշխարեցեք, որովհետև երկնքի Արքայությունը մոտեցել է։ Ապաշխարության խորհուրդը սահմանել է ինքը Հիսուս Քրիստոս։ Ապաշխարություն նշանակում է ապաշխարել, հետո լալ, ողբալ, կոծել, մի խոսքով կատարած մեղքի համար զղջալ և գործած չարիքի դիմաց սեփական անձը պատժել։ Ապաշխարության խորհրդի ժամանակ հավատացյալը սրտի անկեղծ զղջումով խոստովանում է իր մեղքերը հոգևորականի առջև և նրա միջնորդությամբ անտեսանելիորեն թողություն ստանում մեղքերից, անմիջապես Հիսուս Քրիստոսից։ Ապաշխարության խորհրդով թողություն է տրվում մկրտությունից հետո գործած բոլոր մեղքերին, թե ներելի և թե մահացու, և մինչ մկրտության և դրոշմի խորհուրդներն անկրկնելի են, ապաշխարության խորհուրդը կատարվում է պարբերաբար հավատացյալի ողջ կյանքի ընթացքում։ Քանի որ մարդը իր բնությամբ տկար է և մշտապես ենթակա մեղանչումի, ապաշխարության խորհրդակատարը օծյալ հոգևորականն է, քանի որ Քրիստոս նրանց այսպիսի իշխանություն տվեց, ասելով. «Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի։ Ինչպես նաև ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում»։ Ապաշխարության սկիզբը գործած մեղքն ընդունելն է։ Ապաշխարել պետք է կենդանի ու անկեղծ հավատով, որովհետև միայն այդպիսի ապաշխարությունն է ընդունելի Աստծուն, և այդպես կարելի է վերստին հաշտվել Աստծո հետ։ Եվ եթե մեղքի վարձը մահն է, ապաշխարության պտուղը փրկությունն ու հավիտենական կյանքը։